կարելի արդարացնել կամ մեր քաղաքական ուժի համար կարող են ընդունելի լինել։ Արդյոք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները արձանագրել են, որ մենք այն քաղաքական ուժն ենք, որ հենց այդ խոսքի բարեբախտությունով մեր քաղաքական դաշտերն ուզեցին։ Եթե դուք իրադարձությունների զարգացմանը հետևել եք, անգամ պարոն Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի կողմից սկսվում մեր ձևով հասարակական շարժման, այնուհետև ուժեղ Հայաստան կուսակցության համակարգման մոտս անգամ քաղաքացիական պայմանագիրը հասկանալով, որ հանրությունը այո խնդիր ունի այդ բարեվարք մոտեցման, իրենք բարեվարկության էթիկետը ընդունեցին, հա։ Ինչն էր նպատակը այդ բարեվարկության էթիկետի, նպատակը, որ իբրև թե չագերտավոր իրենց խոսույթն էլ ֆիլտրեն, բայց այնուամենայնիվ իրենց դա չի հաջողվում, որովհետև այդ բարեկրթությունը մարդը, այդ դաստիարակությունը մարդը ի սկզբանե պետք է ունենա, ու մեր որդեգրած քաղաքականության առաջնային հիմնապատճառներից մեկը ու ձևաչափը, այո, բարեկրթությունն է, փոխարգալից միջավայրն է։ Մենք հենց սրա դեմ ենք պայքար մղում, մենք հենց նման խոսույթի դեմ ենք պայքարում։ Իսկ դուք կներեք, ինչու եմ ասում, որ չեմ մեկնաբանում, որովհետև այս երկրում ի վերջո պետք է, հա, լինի ամեղության կախաբար, ի վերջո պետք է լինի նախաքննություն։ Իսկ ինչու չեք կարծում, որ հնարավոր է այդ ձայնագրությունները բնավ մեր քաղաքական ուժի հետ կապ չունեն։ Իսկ ինչու չեք կարծում, որ այդ ձայնագրությունները ինչու ոչ, ասենք ենթադրաբար ներդրված սադրիչների խոսակցություններ են։ Որևէ մեկը կարող է բացառել այդ վարկածները, ոչ, չի կարող, որ փորձելու եք նախաքննության, եթե գնա նախաքննություն, այստեղ արդեն ու բարձվի, որ այդ ձայնագրությունները ճիշտ են, ինչ որ պատասխանատվության կենթարկվեն այդ անձին կողքին։ Ժորժյան, մենք քաղաքական ուժ ենք, բնականաբար, եթե խախտվել է օրենք, այդ օրենքի խախտման արդյունքում իրավական պետությունում վրա է հասնում պատասխանատվություն, բայց մեր ցավը նրանում է կայանում, որ այդ պատասխանատվությունը մենակ պարկեշտ մարդկանց ու պարկեշտ քաղաքական ուժերի նկատմամբ է կիրառում։ Մեր պայքարի հիմնական նպատակը այն է, որ երկակի ստանդարտներ են կիրառվում։ Օրինակ, մեր պարագայում դուք օրինակ է տեսակ, հա, ձայնագրություններ էլի մինչև երեկվա ձայնագրությունները հրապարակվել են, ընդհանրապես այնտեղ այնպիսի խոսակցություններ, մարդը ասում է, կգաք մեզնից գնում կատարեք, մեր գործընկերուհիս ասում է, գիտեք, մի հատ տեսնենք ինչ եք առաջարկում, ընդհանրապես չավարտված խոսակցությունն է, չավարտված իրավահարաբերությունն է, անգամ դատարանը հիմնավոր կասկածի բացակայությամբ այդ դրվագը գործից հանել է։ Այս գործը ոնց կարելի է տանել մարդուն մեղադրանք առաջադրել։ Մի բան էլ էլի ասեմ, մեր խնդիրը այն է հիմնական, ու որ մենք այս պայքարում ենք հայտնվել, ու մեր անհավասար է մեր պայքարը որպես քաղաքական ուժի, որովհետև տեսեք ինչ տեղի ունեցավ, իրավապահ մարմինները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նման գործընթացներ են մեկնարկում, անմիջապես, հա, այդ գալիս են մարդկանց բերման են ենթարկում, ձերբակալում են, մեղադրանքներ են առաջադրում, նախ եթե քաղաքական միտում նպատակ չլիներ, այդ ձևաչափը այլ կլներ, կարող են մարդիկ ծանուցվել, հրավիրվել համապատասխան մարմիններ, այդ միանգամից հարցակողական ճնշող, վախի մթնոլորտ ձևավորող գործելավոճը գալիս է խոսելու միայն մի բանի մասին, որ նպատակ կա մեր հանրային աջակիցներին, մեր կուսակիցների համար վախի մթնոլորտ ձևավորել, բայց ինչը չի աշխատում, իրանց խնդիրը ինչու՞մ է, մեր աջակիցները տեսակ, հա, մի հոգու տանում են, տասնյակներ գալիս են լրացնելու, որովհետև մարդիկ այլևս ուզում են փոփոխություն, մարդիկ այլևս չեն հանդուրժում այդ քաղաքական միջամտությունները, եւ երկրորդը, հա, ամենագլխավոր խնդիրը ինչու է կայանում, ի տարբերություն մեր քաղաքական ուժի, ընդհանրապես երկրում գործող բոլոր քաղաքական ուժերի, իշխանության երկրի ղեկին գտնվող քաղաքական ուժը ավելի կաշկանդված է, իրենք ավելի պետք է կաշկանդված լինեն ըստ մարդու իրավունքների եվրոպական դատանի, ըստ միջազգային պրակտիկայի, ըստ ներպետական իրավունքի անելու հայտարարություններ, իսկ իրենք ինչ են անում, հարուցում են քրեական գործ, այդպիսի ձայնագրության արտահոսք է լինում ու վերցնում են այդ ձայնագրությունները համ դատախազ են, համ քննիչ են, համ դատավոր են, սկսում են բարձր պետական ամբիոնները, որոնք միտված են եւ որոնք ստեղծվել են պետական հարցեր, մարդկանց խնդիրներ լուծելու համար, այդ ամբիոններից սկսում են մանիպուլյացիոն հայտարարություն անել, վիտակավորել, վիրավորել, թե
վիրավորել թե մեր երկրի քաղաքացիներին եւ առավել եւս մեր քաղաքական ուժի նկատմամբ մանիպուլյացիոն տրամադրություն։ Մելոյան նշեցիք, որ աղճատված է։ Հնարավոր է ձեր ուժի կողմից այդ ձայնագրությունները ենթադրյալ փորձաքննության ենթարկվի իսկությունը կամ ընդհանուր կոնտեքստը հասկանալի լինի ինչի մասին է։ Հարգելիս, բնականաբար մենք դատավարություն է գնալու եւ փաստաբանները, ովքեր այդ գործերով ներգրավված են, կարծում եմ ամբողջ դատաքննության ընթացքում մարդու իրավունք, հիմնարար իրավունքների առաջնորդվելով այդ ողջ գործընթացներին թե փորձաքննությունների ձևաչափով, թե ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության ձևաչափով մասնակցություն կունենան։ Մեկ հատ քաղաքական ասես վերջերս Իշխան Սաղաթելյանը ոչ արեց, ասում է դիմադիրներին միասնական հանրահավաքի ձեր ուժից կարծես արձագանք այդպեսին չի եղել, ինչ կասեք սրա։ Հարգելիս, մենք օրերս հենց միասնության դա մեր օրակարգն է, միասնությունն ու հանրային համերաշխությունը, միասնության վերտարությամբ բավական հաջողված ու հանրային աջակցություն ստացած հանրահավաք այցինք, ու ինչի համար շատ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, իմ հայրենակիցներին, իրենց ողջամիտ, գիտակից ու հայրենատեր լինելու համար։ Եվ բոլոր ուժերը ազատ են, հրապարակները բաց են, մենք մեր պատկերացմամբ ինչքան էլ տրամաբանությունը խախտված է, մենք պատկերացնում ենք ժողովրդավար իրավական պետություններով, մեր քաղաքական ուժը իր հայտարարությունը, իր գործընթացները կազմակերպում է այդ տեսանկյունից, եթե լրացուցիչ նախատեսվելի գործընթացներում մասնակցելիության հարց լինի, որևէ մեկը կաշկանդված չէ միանալու մեր միջոցառումներին։ Մելոյան եւ պատրաստվում է ուժեղ Հայաստանը այդպես փաստաթղթեր ներկայացնել ԿՀ, քանի որ արդեն առաջադրումները սկսվել են։ Հա, իհարկե, ապրիլի 13-ից արդեն պաշտոնապես ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով նախատեսված է փաստաթղթերի գրանցումների համար ներկայացնելու ժամկետը, մինչև ապրիլի 23-ն է վերջնաժամկետը լինելու, մինչև մայիսի 3-ն էլ քաղաքական ուժերի գրանցման ժամկետն են, սա որպես իրազեկում, իրավական ընթացակարգերի վերաբերյալ։ Բնականաբար մենք ակտիվ ծիրում ենք, ասեմ, մենք լրջագույն խնդիրներ այս քաղաքական ուժը տեխնիկապես առաջադրեց, խախտելով կրկին, միջազգային ռեկոմենդացիաները, ներպետական օրենսդրությունը, քանի որ Սամվել Կարապետյանը լրջագույն վախի պատճառ է այս քաղաքական ուժի համար, իսկ դա բացատրելի է, որովհետև Սամվել Կարապետյանը բոլոր չափումներով Նիկոլ Փաշինյանին անցել է իր հանրային հեղինակությամբ եւ հետեւաբար իրենք ինչ արեցին, սկսեցին կռիվ տալ, սկզբում նկարների հետ էր, հետո խոսքի հետ էր, հիմա էլ անվան հետ ու սահմանափակում դրեցին, որովհետև մենք արդեն պատկերացրած ունենք ու հայտարարել ենք, արդեն ընթացքում իրավական գործընթաց էր, իրավահարաբերությունների մեկնարկը տրված էր։ Մենք հանդես ենք եկել որպես ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշին ու մեկ օրում 24 ժամը չտևող գործընթացում վերեցին առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական համայնքի իրազեկման ընդունեցին մի քանի ժամյա այս արհեստական սահմանափակումը։ Ինչ եք անելու, ինչ անունով եք ներկայացնելու։ Քանի որ մեր նկատմամբ օրենքը բնականon չի կիրառվում, երկակի ստանդարտների իրականությունում ենք ապրում ու մեր նկատմամբ էլ միջամտությունների քաղաքական կարծում եմ բոլորիդ համար էլ բացահայտ է։ Մենք այնուամենայնիվ ունենք որդեգրած մոտեցում, որ մենք օրենքով կաշկանդվելու ենք, բայց այստեղ մի կարևոր հայտարարություն անեմ։ Ես օգտվեմ այս հարթակից, այս միջավայրից, հենց հիմա մենք գտնվում ենք հակակոռուպցիոն դատարանի բակում։ Ես դիմում եմ մեր երկրի բոլոր դեսպանատներին, բոլոր պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին, մենք զեկույց ենք պատրաստել մեր քաղաքական ուժի նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, մեր նկատմամբ տարբեր միջամտությունների վերաբերյալ եւ իշխող ուժի կողմից սահմանափակումների խախտումների վերաբերյալ այդ զեկույցը ներկայացնելու ենք գործող բոլոր միջազգային կառույցների ու գիտենք ընթացակարգերով անմիջական գործընթաց հնարավոր է որ չի արկա չէ, բայց արդեն իսկ ունենք արձանագրումներ գործընկերների հետ
այո դա կա, միջազգային դիտարանն է, միջազգային դիտարանի կազմում, որը դիտորդական առաքելություն է իրականացնում մեր երկրում, հեղինակավոր գործընկերներ են ներգրաված, իրենց ինքնակենսագրությունները որ տեսեք, օրինակ Human Rights Watch-ի նախկին տնօրենն է, իրավաբաններ են, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացնում երկարաժամկետ Հայաստանի Հանրապետությունում, իրենք արդեն իսկ արձանագրել են նախ, որ Սամվել Կարապետյանի անազատությունը մեր քաղաքական ուժի համար հավասարության պայմանը խախտում է ընտրական գործընթացում մասնակցելու եւ երկրորդ իրենք արձանագրել են, որ այդ օրենքի ընդունումը եւս ուղղակի միջամտություն է ու թիրախավորում է մեր քաղաքական ուժի։ Մենք կապի մեջ ենք նաեւ ԵՀԿ-ՄԻԳ-ի հետ, ԵՀԿ-ՄԻԳ-ն էլ դուք գիտեք երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում եւ վերջնական զեկույց է ներկայացնելու։ Նախնական զեկույցում արդեն որոշակի հանգամանքների անդրադարձ կատարել է անկողմնակալության հետ կապված։ Ես լրացուցիչ կփորձեմ մամուլի ասուլիս կազմակերպել թե մեր զեկույցը ներկայացնելու, թե այս գնահատականները ներկայացնելու համար, բայց կրկին ԵԱԳ-ՄԻԳ-ի գործընկերները եւս երբ արագընթաց կարգով դիմում ներկայացրեցին, ասացին, որ անպայման օրենքի փոփոխությանը անդրադառնալու են վերջնական զեկույցում ու նման քայլերը մեր նկատմամբ նման միջամտությունները վերջնական արդյունքում հենց ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը կարող են հարցականի տակ դնել։ Շնորհակալ եմ։ Երրորդ հիմա իրավաբանները բարձում են կհասկանան։ Բայց արդյոք օրենքի խախտում է թե ոչ։ Անդրադառնալի արտահայտությունները կային այստեղ շուշաջալ եւ այլն։ Անի ջան, քանի որ համաձայն եմ, եկեք ես սենց ասեմ, որևիցե ըստ իս ոնց որ մեկը բանվում է դրա գաշարժ մի բան, եթե հանրապետությունում մարդ կա կամ մարդիկ են մնացել, որ ընտրակաշարքին դեմ են, ես ես հավաստիացնում եմ, որ ինչպես այս պայքարի առաջի շարքերում ենք կանգնած, տեղել առաջի շարքերում ենք կանգնած, որ պայքարում ենք նման տիպ կեղտոտ բաների դեմ։ Իսկ մնաց ես ես համիսա Ավել մեկնաբանություն չեմ կարող անել, քննությունն էլ դեռ գնում է, մարդաստանային կալանքին տվել, սա քննությունը կավարտի կհասկանա։ Շնորհակալ եմ, ապրեք։ Չեն թողնող։ Ալվորովը, այլ բայ։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր